դուք եք տաճարը, չէ՞, Պողոս Արաքյալն ասում, մի պղծեք տաճարը, մի ապականեք տաճարը, Սուրբ Հոգու մի վիրավորեք, որպեսզի չտրտնի, եւ Սուրբ Հոգին կվերցնի ձեզ իր ներկայության մեջ, եւ դուք կվերափոխվեք, եւ ձեր տաճարը կմաքրվի, եւ ձեր խնդիրները ներսի կլուծվեն, եւ զրուցելով, շփելով, հարց ու փորձ անգամ հարցեր կարող եք ուղղել Սուրբ Հոգուն, ասես Սուրբ Հոգի, խնդրում եմ, եթե մկրտված ես, փափագեք մկրտվել, եթե մկրտված ես, հանգիստ կարող ես զրուցել Սուրբ Հոգու հետ, քո ներսի Սուրբ Հոգու հետ զրուցես, եւ նա քեզ պատասխանի, եւ բոլոր հարցերը նրա հետ կարող ես լուծել։ Այնպես որ Սուրբ Հոգու հետ հաղորդակցվեք եւ դա գերագույն է։ Դուք Աստծո հետ եք հաղորդակցվում, դուք Աստծո հետ եք առնչվում։ Դուք Աստված ունեք ձեր ներսում եւ դուք աստվածային մտածելակերպ եք ձեր բերում, դուք աստվածային հոգեբանություն եք ունենում, ստանում Աստծուց, դուք աստվածային հոգի ունենալով ձեր մեջ կառուցվում է ամեն բան աստվածային գիտությամբ, այսինքն դուք այնպիսի գերագույն երկնային հայտնություններ եք ստանում տվյալ Սուրբ Հոգուց, որը ձեր ներսում է, որը ձեզ բացում է, ձեզ հայտնում է, այնպիսի գերագույն հայտնություններ եք ստանում, որ միայն կարող է նման բաներ իմանա Աստված, կամ երկնայինները միայն նման բան գիտեն, սակայն այստեղ դու մարդ լինելով, Աստված ունենալով քո ներսում, քեզ մոտ բացվում է այնպիսի անհասանելի գիտություն եւ այնպիսի բաներ ես դու իմանում, այնպիսի հայտնություններ ես դու ստանում Սուրբ Հոգուց, եւ քո ներսի իրավիճակի մասին, թե դու ինչպիսին ես, ինչ կառուցվածք ունես, թե երկնայինի մասին, թե Աստված ինչպիսին է, թե Աստված ինչքանով է փառավոր, ինչքանով է հզոր, հասկանում եք, տարբերությունն այնքանով մեծ է, որ իմանալով մի բան, որ եթե Սուրբ Հոգին քո վրա է, քո ներսում չէ, մկրտված չես, դա նման է մի փոքր ատրճանակի, որ քո ձեռքում կա, սակայն երբ որ Սուրբ Հոգին քո ներսում է, դա մի հրանոթ է, դա մի ահավոր զենք է, որ դու կարող ես այն օգտագործել դիվական աշխարհի դիմաց, ընդդեմ լինելով դիվական աշխարհի։